սկսենք ինքնին արտագնահատական նիստերի ինստիտուտի քննարկումը։ Ըստ էության մեր երկրում մի փոքր դա չի կիրառվում կամ թերի է կիրառվում, որը ունի մի քանի դրդապատճառներ։ Դրդապատճառներից գլխավորը դատավորի անձնական ծանրաբեռնվածությունն է, այսինքն դատավորը առանց այդ է գերբեռնված, այսինքն միջինում դատավորը ռեալ ժամանակում վարույթում ունենում է 200-ից 300 վարույթ։ Եվ հիմա պատկերացրեք, եթե ինքը մի հատ արտագնա նիստով դուրս գա դատական նիստի, ինչ պարալիզացիայի կբերի։ Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ քրեական դատավարությունը ի վերջո իրականացվում է մարդկանց վերաբերյալ։ Այստեղ կան տուժողներ և կան մեղադրյալներ, ովքեր հավասարապես սպասում են այդ արդարադատության իրականացմանը։ Իրականում արտագնա դատական նիստերը հոգեբուժարանում կազմակերպելու հարցը կարծում եմ պատահական չէ և պայմանավորված է քրեական դատավարության էվոլյուցիայով, նաև ինքնին բժշկական բնույթի արտադրանքի միջոցների հետ լայն առումով վարույթում, դրա արդեն մեխանիզմների հստակեցմանը։ Նաև բժշկության զարգացումը, ինքնին մեղադրյալների նկատմամբ մեղսունակության ստուգումը կամ դեպքից հետո հոգեկան խնդիրներով հիվանդանալը, սրանք քրեական դատավարությունում լրջագույն հիմնախնդիրներ են և դրանց կարգավորվածությունը իհարկե ողջունելի է։ Բայց մեծ հաշվով ես հակված եմ կարծել, որ նախագիծը ունի այնուամենայնիվ որոշակի թերություններ կապված ստանդարտների հետ, կապված արտագնա դատական նիստերի իրականացման հետ, որ դեպքերում է սա պարտադիր, որ դեպքերում է սա դատավորի հայեցողության տիրույթում, որքանով է այստեղ անհրաժեշտ ստանալ բժշկական հիմնարկի համաձայնությունը կամ թույլտվությունը, որովհետև ի վերջո հոգեկան հիվանդությունով տառապող անձի դատավարությանը մասնակցելու խնդիրը պետք է ունենա բժշկական բաղադրիչ։ Արդյոք մեղադրյալի կամ, չգիտեմ, բուժվող վկայի կամ բուժվող տուժողի, դա էլ չբացառենք, որովհետև կարծեք թե նախագիծը վերացարկվում է բուն մեղադրյալի վերաբերյալ խնդրի կարգավորումից և առհասարակ կարգավորում է բժշկական հիմնարկներում արտագնա վարույթ անցկացնելու հիմքերը։ Բոլոր դեպքերում ինքնին նախագիծը ես դրական եմ գնահատում, որովհետև սա մեկ քայլ առաջ է, որովհետև վարույթներում մենք ունենում ենք և մինչև դեպքը մեղսունակության ունեցող անձանց վերաբերյալ վարույթներ, նաև դեպքից հետո։ Նաև այսօր քիչ չեն դեպքերը, երբ ՔԿՀ-ում անձը պատիժ է կրելու, սա հարաբերակցվում է մեկ այլ խնդրի հետ, Հայաստանի Հանրապետությունում կալանքը չափազանց ավտոմատացված խափանման միջոց է։ Չափազանց շատ են առանց հիմքերի խափանման միջոց կալանքը կիրառվում, չափից շատ են առանց անհրաժեշտության այս խափանման միջոցը կիրառելը և գիտեք ինչպես է, ՔԿՀ-ն, սա ես չեմ բնորոշել, սա միջազգային ստանդարտն է, անձի քրեականացման համար լավագույն վայրն է։ Եվ եթե անձը չունի այդպիսի կողմնորոշում և հայտնվում է այնտեղ, տեղի է ունենում արժեքների դիլեմա, որը հանգեցնում է հոգեկան խնդիրների և քիչ չեն դեպքերը, երբ անձը մտնում է հոգեպես առողջ ՔԿՀ և կալանքը կրելու ընթացքում ձեռք է բերում կամ ցույց է տալիս, ի հայտ է գալիս այդ հոգեկան խնդիրները և սա ես բոլոր դեպքերում կգնահատեմ որպես դրական ազդակ, բայց այնուամենայնիվ Ազգային ժողովը անելիք ունի, որովհետև նախագիծը զերծ չէ նաև թերություններից և ես կուզենայի շատ ավելի հստակ չափանիշներ տեսնել և ինչ-որ տեղեր տեսնել պարտադիրություն այս վարույթի, սա զգայուն անձանց վերաբերյալ վարույթ է և եթե անձը բուժման մեջ է, կարծում եմ նրան դատարան ուղեկցելը կարող է խաթարել և անձի բուժումը և վատ անդրադառնալ նրա հոգեբանական վիճակի վրա, որը առանց այդ էլ խոցելի է։ Գործող կարգավորումները, ես սա ցավով եմ արձանագրում, առհասարակ մենք ունեցանք քրեական դատավարության նոր օրենսգիրք, որը հայեցակարգային առումով նոր օրենսգիրք է, բայց դատաիրավական պրակտիկան ցավոք սրտի ընթացավ իներցիայով և պահպանվեց այն իներցիան, որը ձևավորվել էր 98 թվականի քրեական դատավարության օրենսգրքով։
Եվ ժամկետները, տեսեք, օրինակ հիմա էլ միջդատական վարույթի համար կան ժամկետներ։ Օրինակ, ըստ հանցանքի ծանրության աստիճանի գործերը պետք է քննվեն օրենքով նախատեսված ժամկետներում, չգիտեմ, 4 ամիս, 6 ամիս, 8 ամիս, 10 ամիս եւ այլն։ Բայց քննչական ապարատը պատրաստ չէր այս փոփոխության, եւ սա օբյեկտիվ հիմքեր ունի, ինչի պատրաստ չեն, որովհետեւ չլուծվեց քննիչների ծանրաբեռնվածության հարցը։ Հիմա եթե միջին վիճակագրական ցուցանիշով մեր երկրում յուրաքանչյուր քննիչ քննում է 50-ից 60 քրեական գործ։ Հիմա այդ քննիչը ինչպես պետք է հետևի, որ ժամկետները ապահովվեն։ Հիմա սրան գումարենք բալային համակարգը քննչական կոմիտեում, այսինքն որպեսի քննիչը պահպանի տույժ չստանա, պահպանի հավելավճարները, պարգևավճարները, պետք է որոշակի քանակով գործեր ավարտի ուղարկի դատարան կամ ելքը որոշվի քրեական գործի։ Հիմա սրանք խնդիրներ են, այս ժամկետները, հիմա էլ ունի օրենսգիրքը, բայց երբ որ օրենսդիրը գնում է այն ճանապարհով կամ գործադիրը նախագիծ է տանում օրենսդիր, պետք է հասկանան իսկ արդյոք այդ օրենքի շահառուները դրան պատրաստ են, որովհետև մենք գնացինք այս կոնցեպտով, քննիչների վրա դրեցինք ժամկետներ, իսկ հիմա ինչ անի քննիչը այդ ժամկետը պահելու համար, նշանակի փորձաքննություն, կասեցնի վարույթի ժամկետը։ Եվ ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում լավ է, որ գնում է կարգավորվածության դատավարական օրենսգիրքը, բայց վատ է, որ զուգահեռ չի զարգանում նաև այսպես նյութական բազան, կադրային բազան, իսկ այսօր քննչական կոմիտեն օրինակ ունի լրջագույն համալրման խնդիր։ Դատական համակարգը աշխատում է գերծանրաբեռնվածության ռեժիմում, եւ մի հատ էլ եթե մենք իրենց վրա դնենք ժամկետների խնդիր, եւ նաեւ ես ինչքան որ հասկացա, նաեւ շրջանառվում է առհասարակ դատական վարույթները սահմանափակել որոշակի ժամկետով։ Սրանք շատ լավ են։ Բնականաբար շատ լավ կլինի, որ մեղադրյալը այս գլխից իմանա, որ իր արարքը օրինակ միջին ծանրության է եւ իր վերաբերյալ վարույթը միջդատական վարույթում կքննվի 6 ամսում եւ օրինակ 6 ամիս դատաքննությունում։ Սա կանխատեսելիություն կբերի իրավական կարգավորման մեջ, իսկ իրավական կարգավորման մեջ որոշակիությունը եւ կանխատեսելիությունը բնականաբար շատ կարեւոր արժեքներ են։ Բայց նախագծի վերաբերյալ նաև այդ մասով, որը տես հատուկ դիտողություն կամ քննադատություն չունենալով հանդերձ, ես չեմ կարող չբարձրաձայնել այդ հարցը, որ նաև գործադիրը խնդիր ունի դատավորների գերծանրաբեռնվածության թոթափման, քննիչների ծանրաբեռնվածության թոթափման եւ նոր լուծի այսպես ժամկետների հարցը, որովհետեւ գիտեք ինչպես է, եթե դատավորը կամ քննիչ կաշկանդված է ժամկետով ու մի հատ էլ գումարեք դրան, որ հենց այդ ժամկետները չեն պահպանում, մենք փաստաբաններով սկսում ենք բողոքներ տանել։ ԲԴԽ ենք գրում, չգիտեմ, դատախազին ենք գրում եւ այդ ծանրաբեռնվածության ներքո ազդում է քրեական գործի որակը։ Չեն ստուգվում ապացույցները լրիվ օբյեկտիվ բազմակողմանի, որովհետև քննիչը խնդիր ունի ավարտել վարույթը, կամ օրինակ վերաքննիչ դատարանին կաշկանդելով ժամկետով կամ առաջին ըստ էության քննելով տուժելու է գործի որակը։ Պետք է կադրը, ծանրաբեռնվածությունը եւ իր վրա դրված ժամկետները լինեն համահունչ։ Հակառակ դեպքում ինչքան էլ որ նախագծի ցանկությունը բարի է, բայց միևնույնն է պահպանվելու է դատավարական այն իներցիան։ Նշանակվելու են փորձաքննություններ, կասեցվեն վարույթները եւ արվի ամեն ինչ, որպեսզի օրենքը եթե ընդունվի, օրենքի կարգավորումները շրջանցվեն։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ խափանման միջոց կիրառվում է, երբ առկա են հիմքեր։ Քննիչը նայելով գործը հանգում է հետևության, որ այս անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու նախադրյալները բացակայում են, բայց ունի ողջամիտ կասկած, որ անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ, բայց գործիք չունի։ Մինչև
փորձաքննություն նշանակվի, մինչև պատասխանը գա, որ ունի հոգեկան խնդիրներ, հիմա պատկերացրեք այդ մեղադրյալը մնա այդքան ազատության մեջ, եւ մենք այդ խնդիրը ունենք, ունեցել ենք, հիմա էլ հենց այս պահին մենք ունենք քրեական գործ, անձի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ, մնացել է ազատության մեջ, կատարել է նոր հանցանք, եւ նվազագույն կասկածի պարագայում, որ անձը հնարավոր է տառապում է հոգեկան հիվանդությամբ, շատ արագ, անգամ այդ 24 ժամը չպետք է սպասել, հաջորդ վայրկյանին քննիչ պետք է կայացնի վարույթի փոխակերպման մասին որոշում, փոխակերպելով վարույթը բժշկական բնույթի իրավական process-ի։ Սա ես հակառակը կդիտարկեի այդ մեղադրյալի իրավունքի պաշտպանության կոնտեքստում, որովհետև եթե անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ ու հանցանքներ է կատարում, իր շահից եւ հասարակության շահից է բխում, որ նա շատ արագ մեկուսացվի։ Իսկ քրեական վարույթում, որը ունի բժշկական կոնտեքստ, մենք այնտեղ անձի դատապարտման հարց չենք լուծում։ Այնտեղ լուծվում է հասարակությունից մեկուսացման, բայց գլխավոր խնդիրը իր բուժումն է։ Այսինքն պետական հարկադրանքի միջոցով, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցով անձը բուժվում է եւ նաեւ հասարակությունը չի տուժում իր վարքագծից։ Իսկ հոգեկան հիվանդությունը այնպիսի խնդիր է, որ անձը մեղավոր չէ։ Անձը ինքն իրեն չի դրել այդ իրավիճակի մեջ, հա, եթե օրինակ հոգեկան հիվանդությունը չի առաջացել թմրամիջոցների օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից, որպես կանոն այն հոգեկան հիվանդությունները, որոնք անձը տառապում է, որպես օրինաչափություն ինքը տեղ մեղավորություն չունի։ Հետևաբար հակառակը մեղադրյալի շահերից եւ հանրային շահից է բխում շատ արագ վարույթի փոխակերպումը։ Բոլոր դեպքերում մեզ հանդիպած շուրջ 20 վարույթներում, երբ անձը այդ 20-ից գրեթե կեսում անձը չի այսպես կիրառվել իր նկատմամբ հարկադրանքի միջոց, դեպքը կրկնվում է։ Որովհետև օրինակ կլեպտոմանիայի պարագայում այդ մարդը հիվանդ է։ Այդ մարդուն հենց դու թողեցիր ազատություն, ինքը հենց տառապում է դրանով։ Եթե անձը պիրոմանիայով է տառապում, եթե դու իրան չմեկուսացնես, ինքը ամեն ինչ վառելու է։ Հա, եթե տառապում է այլ հոգեկան հիվանդությամբ եւ դա հանցածին է, կրիմինոգեն է, այդ անձը կատարելու է։ Եվ ես կրկնում եմ, այստեղ ի վերջո քրեական դատավարության խնդիրներից է նաեւ հանրային կարգի պաշտպանությունը եւ հոգեկան խնդիր ունեցող մեղադրյալին հասարակությունից մեկուսացնելը հենց լուծում է այս խնդիրը։ Մենք ոչ միայն այս բոլոր այն գործերը, որոնք ունեն զգայունություն, կլինի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, կլինի թրաֆիքինգ, կլինի անչափահասների վերաբերյալ վարույթներ կամ կանանց սեռական անձեռնամխելիության վերաբերյալ վարույթներ, բնականաբար իրավագիտությունը մշակել է կրկնակի զոհացման մեխանիզմը։ Տեսեք, այդ մարդիկ անկախ նրանից ինքը հանցագործն է, թե հանցանքից տուժածն է, սրանք վարույթներ են, որոնք ունեն զգայունություն։ Եվ այդ զգայունությանը, եթե մենք չմոտենանք պատշաճ զգուշությամբ, մենք հակառակը այդ անձանց կվնասենք իրենց իրավունքները պաշտպանելու տեսանկյունից։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ մենք առերևույթ ֆիքսում ենք, որ անձը ունի հոգեկան առողջության խնդիր, մենք անում ենք իրավիճակից բխող ցանկացած միջոցառում, որպեսզի նախ եւ առաջ այդ անձին նկատմամբ նշանակվի ինչ-որ բժշկական ստուգում, նվազագույնի տիրույթում փաստարկվի իր հոգեկան խնդիրը, որպեսզի անձը կալանքից գնա օրինակ բժշկական հարկադրանքի միջոցի, որպեսզի նրա նկատմամբ կալանքը վերացվի, հա, եւ այս գործը հենց այն գործերից է, որ ունի հատուկ զգոնություն է անհրաժեշտ եւ պետք է շատ նրբանկատ մոտենալ սրան եւ մենք այստեղ ընկերությունում պարբերաբար հետևում ենք միջազգային արդի զարգացումներին, մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային, հատուկ զգայունություն ունեցող վերաբերյալ վարույթում, փաստաբանի վարքագծի վերաբերյալ, որովհետև այստեղ դասական պաշտպանական մեխանիզմները չեն կարող աշխատել։
դու չես կարող հոգեկան խնդիր ունեցող մեղադրյալի հետ աշխատել նույն ստանդարտով, ինչ սովորական մարդու հետ։ Եվ բնականաբար այստեղ փաստաբանը խնդիր ունի, շատ ընդգծված խնդիր ունի զգայունություն ունեցող գործին մոտենալ հատուկ զգուշությամբ։